Վտանգավոր ճանապարհ է անցնում դեղորայքը մինչև արտադրողից հասնում է սպառողին։ Մասնագետներն ահազանգում են, Հայաստան մտնող դեղերը մաքսային պահեստներում պահվում են սառնարանային սխալ պայմաններում, կարագի մսամթերքի կողքին։ Դեպքեր կան, երբ անհրաժեշտ դեղերը մարդկանց են հասնում արդեն ժամկետնից անց։ Արդյոք մաքսային պահեստները սառնարաններ ունեն, որոնք դեղորայքի համար են նախատեսված, վստահաբար կարող եմ ասել ոչ։ Իրենք ունեն սառնարաններ, որտեղ օրինակ միս է պահվում, կարագ է պահվում, սննդամթերք է պահվում եւ վստահաբար կարող եմ ասել, որ տվյալ ապրանքների հետ նաև դրվում է դեղորայքը։ Այդ դնելն էլ, այսպես ասեմ, մոտ մի ամիս առնվազն մնում է տվյալ մաքսային պահեստում։ Եվ ինչ որակ, Աստված գիտե։ Ուշադրությունից դուրս են մնացել դեղորայքի որակի եւ անվտանգության խնդիրները, պնդում է Առողջության իրավունք իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահը։ Մինչև դեղերի իրացնող ընկերությունը ստանում է թույլտվություն եւ լուծում փաստաթղթային խնդիրները, կենսական առաջնահերթության դեղերը մաքսային պահեստների անհայտ պայմաններում ամիսներով մնում են ու կորցնում արդյունավետությունը։ Շատ դեղորայքներ իրենք սպիտակուցային հենքի վրա պատրաստված դեղորայք են, որոնց համար ջերմային ռեժիմը ամենակարևոր պահանջներից մեկն է, որը պետքա պահպանվի։ Օրինակ խոսքը վերաբերվում է ինսուլինին, հա։ Եվ այսօր մենք բազմիցս խոսել եմ ինսուլինի անորակ լինելու մասին, հիվանդների բողոքի մասին, եւ այդ ամեն ինչին գումարվում է նաեւ պահպանման նորմերի խախտումը, որը բերում է իրականում նրան, որ լավագույն դեպքում դեղորայքը էֆեկտիվ չի լինում, իսկ շատ դեպքերում լինում են տարբեր կողմնակի երևույթներ։ Մեր գերատեսչությունների անգործությունը բերում է նրան, որ սպառողը հերիք չի ստանում է 60% ինքնարժեքից թանկ դեղորայք, այն էլ անորակ, այն էլ արդեն որակազուրկ դեղորայք։ Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահը գրավոր դիմել է առողջապահության նախարարությանը, խնդրելով պարզաբանել, արդյոք այդ մաքսային պահեստները լիցենզիա ունեն։ Հայաստանում 8-ից 9 մաքսային պահեստ կա, ասում է Խաչատրյանը, որոնցից լավագույն դեպքում 4-ն են օգտագործվում, իսկ լիցենզիա ստացել էր միայն մեկը, որն արդեն կասեցվել է։ Ասոցիացիան հարցում էլ արել առողջապահության նախարարությանը, խնդրելով տրամադրել մաքսային պահեստների ցանկը, որոնք ըստ էության ունեն դեղերի մեծածախ իրացման պահպանման լիցենզիա, բացառությամբ մեկ մաքսային պահեստը կարծես թե ունի, բայց այնուամենայնիվ ինչքան տեղեկացված եմ, տվյալ պահեստի գործունեությունը այդ գործով նաև լիցենզիայի հետ կապված կասեցվել է։ Առողջապահության նախարարության դեղերի փորձագիտական կենտրոնից ասում են, վերահսկելը իրենց տիրույթում չէ։ Իրենք դեղերի իրացնող ընկերությունների հայտերի հիման վրա դեղերի փորձաքննություն են անցկացնում եւ դեղագործական ընկերություններին տալիս լիցենզիաներ։ Հայաստանում լիցենզավորվել են 165 ընկերություններ։ Երբ որ դեղը ներմուծվում է Հայաստան, մատակարարը ներկայացնում է Հայտի հիման վրա իրականացվում է փորձաքննություն, փորձաքննության հիման վրա տրամադրվում է եզրակացություն, եզրակացությունից հետո լիազոր մարմինը տրամադրում է կամ մերժում է դեղի ներմուծման հավաստագի տրամադրումը, մնացած վերահսկողությունը մեր կենտրոնի իրավասություններից դուրս է։ Մաքսային պահեստներում վերահսկողություն պետք է իրականացնի կառավարության առընթեր առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը։ Հայլուրի հարցին, թե արդյոք մաքսային պահեստներում վերահսկում եւ հայտնաբերում են խախտումներ, տեսչական մարմինը խոստացավ պատասխանել գրավոր։ Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան, Նորայր Շարբաթյան, Միլենա Պողոսյան եւ Նորայր Հակոբյան, Հայլուր։